Պարույր Սևակի կյանքի վերջին հարցազրույցում, որը եղել է 1971 թվականի հունիսի 14-ին, իր ողբերգական մահից 3 օր առաջ, բանաստեղծը նշում է. «Ծրագրեր, պլաններ շատ ունեմ, դա էլ արդեն հետագայի գործ է, որից հետո պետք է զբաղվեմ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի թարգմանությամբ, նույնպես ակադեմիայի գծով։ Ոչ թե բանաստեղծական թարգմանություն դա պետք է լինի, այլ գիտական թարգմանություն։ Ըստ որում պիտի ավելացնեմ, որ դա եղել է իմ տարիների, ամբողջ կյանքի մեծ երազանքներից մեկը։ Ցավոք, այս երազանքն իրականություն չի դառնում, սակայն պահպանվել են Նարեկի սևակյան թարգմանության հատվածներ։ Պարույր Սևակի Սուրբ Գրիգոր Նարեկացու վերաբերյալ կարծիքն ամփոփվում է նրա «Գրիգոր Նարեկացի» հոդվածում, որը լույս է տեսնում 1965 թվականի Հայրենիքի ձայն շաբաթաթերթում։ Գրականության պատմությունը նման է լեռնապարի, որքան հեռանում ենք այս ու այն բլուրից կամ սարից, նույնքան փոքրանում են դրանք։ Սա, դժբախտաբար, ընդհանուր կարգ է, իսկ արտակարգերը սակավ են այնքան, որ յուրաքանչյուր ժողովրդի մեկ հատ էլ չի ընկնում։ Մենք, իբրև ժողովուրդ, մեզ կարող ենք բախտավոր համարել, որովհետև ունենք այսպիսի մեկը՝ անունը Գրիգոր Նարեկացի։ Սա նման չէ նույնիսկ Արարատին, որ հեռավորության ու միջոցի մեջ նույնպես փոքրանում է։ Նա նման է հորիզոնի, որքան հեռանում ես իրենից, նույնքան մոտենում է ինքը, և ինչքան մոտենում ես իրեն, այնքան հեռանում է նա, մնալով միշտ անհաս և անմատույց, երբեք չփոքրացող և միշտ բացարձակվող։ Ուստի և իր հանդեպ մշտարծարծվող մեր զգացմունքը հարь և նման է իր իսկ զգացմունքին առ Աստված։ Հետապնդում եմ ու չեմ հասնում։ Ուստի և նա ահավասիկ ավելի քան մեկ հազարամյակ իր երկրպագուների համար մնում է նույնը, ինչպիսին էր իրեն համար իր երկրպագյալը՝ անմատչելի հեռավոր և անընդմիջելի մերձավոր։ Շատ քիչ է ասել, թե նա մեր առաջին մեծ բանաստեղծն է։ Նրա ծննդից անցել է 1020 տարի, այդ ընթացքում նրան երկնած ժողովուրդը ծնել է գեթ 20 մեծ բանաստեղծ, բայց առ այսօր վերստին նույն ինքն է բոլոր այդ մեծերի մեջ մեծագույնը։ Ինչ իմանաս ստեղծողի գաղտնիքները անմեկին։ Գրականագետները նկատել են, որ Սևակ-Նարեկացի կապերը սկսվում են բանաստեղծի ստեղծագործության դեռևս վաղ շրջանից։ 1942 թվականի Սևակը գրում է «Աղոթքներ» շարքը, որը գրված է Նարեկացու շնչով և որտեղ ընդգրկված է Նարեկացուն ուղղված մի այդպիսի աղոթք։ Մեկ հատված կարդամ այդ անտիպ աղոթքից. «Ով արքա, պարգևիր այդ երգը, պարգևիր այդ երգը այսօր, պարգևիր գեթ այսօր միայն, որ թեթև շնչեմ, տուր հոգուս հաղթություն, երբ այսօր խեղճ է ու անզոր, երբ այսօր ոչինչ է»։ Նարեկյան ազդեցություններ նկատելի են նաև «Մարդը ափի մեջ» ժողովածուում։ Գրքի հրատարակությունից հետո Սևակը Նարեկացու ազդեցության մասին խոսում է «Իմ նյութը մարդն է» ակնարկում։ Բայց թերևս առավել չափով ես հիմա ոգևորված եմ վաղ միջնադարի հանճարեղ բանաստեղծ Նարեկացիով։ Նրա ստեղծագործությունը լի է ողբերգականությամբ։ Անմարդկային աշխարհի դեմ մեն-մենակ մնացած անհատը, չկորցնելով հավատը մարդկանց հանդեպ, շարունակում է որոնել ճշմարտություն և արդարություն։ Այս բախումն ինձ անվերջ հուզում է։ Արևմուտքի պոեզիան դրանից ելք գտավ եսակենտրոնությամբ ու անհատապաշտությամբ։ Ինձ մոտ է հենց Նարեկացու պոեզիան։ Այն թույլ է տալիս ելք գտնել մարդկային անհատականության զարգացման համար ներդաշնակված հանրության հետ։ Նարեկացու պոեզիան բացահայտել է որոնող ու տենչացող ոգու ճշմարտության այնպիսի խորություններ, որոնք առ այսօր ցնցում են իրենց մարդկայնությամբ։ Բացի դա, վարպետության և գեղարվեստական արտահայտչականության, հզորության ու բազմազանության տեսակետից նրա արվեստն այնքան բացառիկ է, որ այն, ստեղծված 10-րդ դարում, ոչ միայն հայ գրականության մեջ ոչ ոքի կողմից չի գերազանցվել, այլև ոչ ոք, բացի Չարենցից, չի կարողացել այնքան մոտենալ նրան։ Եվ բանաստեղծական ձևի ասպարեզում, և բանաստեղծական մտածողության ասպարեզում Նարեկացու պոեզիան ինձ շատ արժեքավոր բան է տալիս,
Թեև բնական է, ինքնին նրա աշխարհայացքը, ինքնին նրա ողբերգությունը որպես այդպիսին պատկանում են անցյալին։ Նարեկացու բանարվեստն ազգային գեղարվեստական ժառանգության մեծագույն գեղագիտական ավանդույթներից մեկն է, գրում է Պարույր Սևակը։ Նարեկացուն բնութագրելիս Սևակն ասում է. «Նա մեր առաջին մարդագիրն է և մեծագույն մարդերգուն։ Մարդը նարեկացու համար եզակի պատկերն է Աստծո, բայց մարդն անկատար է։ Նրա հոգին թաթախված է մեղքերի մեջ, աղտոտված է երկրային կյանքի արատներով, մարմնի ցանկություններով, և աստվածային էությանը հասնելու համար մարդն անդադար պիտի մաքրի իր հոգին աղոթքների պահքի միջոցով, հրաժարվի մարմնի ցանկություններից, մեղքերից։ Հնարավոր է դա։ Չէ՞ որ մարմնի ցանկությունները շատ զորավոր են։ Հոգին մարդուն մղում է վեր, դեպի անարատ երկինք, իսկ մարմինը քաշում է ցած դեպի երկրային կյանքի ճահիճը։ Հոգու և մարմնի այս անհաշտ հակառակությունը միջնադարյան գրականության գլխավոր խնդիրներից էր։ «Ես եմ բոլորը, և բոլոր մարդկանց մեղքերն են իմ մեջ», հայտարարում է նարեկացին։ Հետևաբար նա ողբում և աղոթում է ոչ թե իբրև առանձին անձ, այլ խտացնում է իր մեջ ողջ մեղսագործ մարդկությունը, առանց տարիքային, դասային ու ազգային խտրության։ Այս է պատճառը, որ միայն չի գոհանում փոքրով, այլ ձգտում է ամենամեծին։ Նա ձգտում է առնչվել Աստծուն ոչ այնքան հույսի հանգույցով, որքան սիրո կապով, այլ կերպ ասած, ոչ միայն ներվել, այլ միանալ Հորը կամ որ միևնույնն է նրա Որդուն։ Դիմելով Հիսուսին, նա պահանջելու պես հայցում է. «Բնակվիր իմ մեջ և միացիր ինձ»։ Մեր իմացած բոլոր մեծերի համեմատությամբ նա ծերանում է ամենից և ամենքից պակաս, որովհետև Երգիչն է չծերացողի, ոգու, և այդ բնագավառում չունի զույգ ու մրցակից, ոչ միայն իր ժամանակի մեջ և ոչ էլ միայն իր ազգակիցների։ Աստվածամերժությունն է թափառում աշխարհով, այլևս չեն հավատում ոչ մեղքերին ու քավությանը, ոչ էլ հրեշտակներին ու սատանային, բայց մարդը մնում է մարդ իր հոգեկան ներհակություններով, իր անվախճան հակամիտությամբ։ Նա եղել մնում մնալու է վայրը այն ահեղագույն ճակատամարտի, որ կոչվում է ինքնամարտություն։ Ուստի և նարեկացին հարազատ ու հասկանալի է նրան իր հավերժական պատերազմով։ Սևակի գրականագիտության մեջ հիմնարար տեղ է զբաղեցնում միջնադարյան հայ գրականությունը, մասնավորապես նարեկացու բանարվեստը։ Գրական առաջին իսկ քայլերից նարեկացու արվեստը ոգևորել և ուղղորդել է Սևակին։ Նա իր ստեղծագործական ճանապարհը սկսել է նարեկացու շնչով։ Նարեկացին ոտից գլուխ նորարար էր և վիթխարի անհատականություն, գրում է Սևակը։ Նարեկացու տաղերգությունը շարականների շարունակությունն է, ըստ ժամանակի, բայց դրանց ժխտումն է ըստ էության։ Շարականների գաղափարվածության դիմաց նարեկացին դրեց իր անկաշկանդությունը, նրանց խորհրդանիշների դեմ իր կենդանի պատկերները։ Նարեկացին անդադար, ընդմիշտ տարակուսում է. արդյոք կարող է միանալ Աստծուն։ Որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդը պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Նորարար էր ամեն բանով և լեզվով, որ լինելով ամենաբարդ գրաբարը, միաժամանակ խառնում էր աշխարհաբարի մտածողություն, և ձևով, որ առաջին անգամ իր մեջ էր առնում չափն ու կշռույթը, հանգն ու հանգիտությունը։ Գրիգոր Նարեկացին հայերենը հարստացրել է 2200 նորաստեղծ բառերով, իսկ Պարույր Սևակը ստեղծել է 1600 հայերեն նոր բառ։ Աստվածային կատարելությունը բախվում է մարդկային անկատարությանը։ Բախումը, սակայն, չի դարձնում նարեկացուն մարդախույս կամ մարդատյաց, այլ մղում է փրկության ելքեր որոնելու, ճշմարիտ ճանապարհ է դառնում սրբազան ապաշխարանքը։ 20-րդ դարի գրականությանը բնորոշ անհատապաշտական որոնումներում, մենության, հիասթափության ու անհուսության, սարսափի, անորոշության ու մահվան զգացողություններում Սևակը ևս հաշտեցումի եզրեր է որոնում։
Ժամանակի բարդ և ողբերգական վերապրումը չի խանգարում լույսի փնտրտուքին, որովհետև իր համար դա հավասարազոր էր պարտության նահանջի։ Սևակի մարտնչող և կառուցողական լավատեսությունը նույնպես հասարակության վերափոխմանն էր միտվում։ Սևակը իր ժամանակի ու անհատական փորձի դրոշմով շարունակում է նարեկացու մարդախուզական որոնումները ինքնաձաղկումի և ինքնազոհաբերումի աննահանջ հաստատակամությամբ։ Այն, ինչ Սևակն ասում է 20-րդ դարի մարդուն, մարգարեական է հնչում նաև 21-րդ դարում. անտարբերություն, անորոշություն, ձանձրույթ, երեսպաշտություն, անկենդան մի կյանք։ Ինչպես կենդանացնել մարդուն, նրան ազնիվ և բնական դարձնել, այս է, որ մտահոգում է պարույր Սևակին։ Շարունակ մտածող, փնտրող, ընդվզող բանաստեղծը հորդորում է բոլոր ժամանակներում մարդ մնալ, զգացող, սիրող մարդ։ Հաճախ սիրում եմ, երբ մարդկայնորեն սիրտս գերում են։ Հաճախ լռում եմ, երբ ճիշտ ասածս դիտմամբ ծռում են։ Նաև խղճում եմ, եթե զղջում են, հիասթափվում եմ, եթե խաբվում եմ, նաև ատում եմ, եթե ստում են, բայց ամենից խոր ես հավատում եմ։ Ոչ միայն գիտեմ, ես հավատում եմ երկնի բացխուփի քողարկությանը, օվկիանոսների հավերժ կրկնվող խաղարկությանը, հավք ու թռչունի անբեկանելի ձվարկությանը։ Ոչ միայն գիտեմ, ես հավատում եմ, որ անհնար է արևը բանտել, երկնակամարի զարդերը քանդել, խմորի նման հունցել ու գնդել կապույտը ծովի, ատելի լուսնին բռնել, վռնդել երկնքից ծավի։ Ինչու թաքցնեմ, ես ճանաչում եմ ու գիտեմ մարդուն, ինչ ասես չկա նրա փակ սրտում, գիտի կործանել, բայց և գործ անել, մատնություն գրած նույն իր ձեռքերով աշխարհը լցնել շռայլ բերքերով։ Նույն այդ ձեռքերով և ճրագ մարել, և խարույկ վառել, նույն այդ ձեռքերով և դանակ խրել, և վեպեր գրել։ Նա գիտի զարկել ու զրկել գիտի, բայց գիտի գրկել ու փրկել գիտի։ Նա գիտի կեղծել ու սրբապղծել, առավել ևս գիտի ստեղծել։ Ես նրան հաճախ դատապետում եմ, երբեմն նրան նույնիսկ ատում եմ, բայց ամենից շատ խոր հավատում եմ։ Ես հավատում եմ նրա բնության ոչ թերությանը, ստորությանը ու չարությանը, այլ խորությանը ու բարությանը, ոչ ծերությանը, այլ նորությանը, զավակի տեսքով անվերջ կրկնվող այդ հարությանը։ Ես հավատում եմ կենդանի մարդուն, առավել նրա ծնվելիք որդուն։ Ես հավատում եմ հավատին մարդու, իմ այս հավատին։ Շարունակությունը հաջորդիվ։